դեկտեմբերի 22-ն է, 3 դեկտեմբերի 21-ին Նայերի խոշորացված համայնքի Պռոշյան բնակավայրի այս հատվածից ֆոտոռեպորտաժ եւ տեսանյութ ենք հրապարակել, թե ինչպես է մեկ օր շարունակ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ըստ բնակիչների ապարանի հետ մաքուր զուլալ ջուրը կորում։ Ջուրը իրոք դուրս էր գալի ու այսպես հասնում մինչև եսին որտեղ բնակիչները անընդհատ զանգահարել էին ողջ գիշեր վիոլա ջուր, սակայն ոչ մի արդյունք, ոչ մի օգուտ։ Պատասխանել էին, թե միայն պատասխանում էին վիոլա ջուրը բնակիչների, թե իրենք խնդրին տեղյակ են, կգան եւ խնդիրը կլուծեն։ Բնակիչները տեսնելով, որ վիոլա ջուրը այդպես էլ չբարեհաճեց, իրենց միջոցներով Նայերի խոշորացված համայնքի ղեկավարի, Պռոշյան վարչական բնակավայրի ղեկավարի եւ հիմնականում յուղի ահել-ջահելներով իրենց ուժերով կարողացել են խնդիրը ժամանակավորապես լուծել եւ միայն մեր հրապարակումից կարճ ժամանակ անց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի միջամտության արդյունքում հիմա տեսնում եք, այստեղից էր Կոտայքի մարզպետի միջամտության արդյունքում վիոլա ջուրը ժամանեց ու ըստ բնակիչների դարձյալ մոտ 10 ժամից ավել 10-12 ժամ վիոլա ջրի մասնագետները աշխատեցին բնակիչների հետ եւ խնդիրը կարծես թե լուծեցին։ Այստեղից հա տեսնում եք այդտեղից է խմելու ջուրը տոննաներով կորում էր, տոննաներով գնում հասնում էր եսին որտեղ հոսում էր այն բնակիչների տներ, շենքերի նկուղներ, ավտոտնակներ, ամբողջ տարածքը ջուր էր։ Այն բեռնատարը որ գնում է միջև տես ջուրը գնում էր։ Աշխատանքները հիմնականում մինչև այն որ ասում մարզպետի կողմից տոկի տալը վիոլա ջրին սաղ արել են Պռոշյանի գյուղի ժողովուրդը ջահելով, ահելով, իրանց ուժերով, իրանց միջոցներով սաղ արել են նոր հետո վիոլա ջուրը գալիս է երեք արդեն ջուրը սենց գնում էր ջուրը այսպես գնում էր